ինչ-որ դեժավյու է առաջանում, երբ անընդհատ Ռոբերտ Քոչարյանի անունն է հնչում կամ ինչու եք այս կուսակցություն։ Դուք ուշադիր նայել եք ընդհանրապես ձեր նախընտրական ցուցակը մեկ անգամ եւս կրկնեմ, թե քանի հոգի մարդ կա տարբեր կուսակցություններ փոխած։ Ինչպես մեկ անգամ նշեցի, մեկ անգամ եւս կրկնեմ, իմ կենսագրության որևէ րոպեից, որևէ ժամից չեմ պատրաստվում հրաժարվել կամ արդարանալ։ Այո, ես եղել եմ Մեկ Հայաստան կուսակցության անդամ, ամենայն անկեղծությամբ կարծեմ այդ կուսակցությունը չի էլ գրանցվել, չեմ հիշում ես հիմա։ Արթուր Ղազարյանը փայլուն գաղափարների տեր անձնավորություն է, այդ կուսակցությունը իդեպ շատ լավ գաղափարներով կուսակցություն է եղել եւ գաղափարական հենքի վրա եմ անդամակցել, այնպես ինչպես Ուժեղ Հայաստան կուսակցությանը ներկայումս, ինչ-ինչ տեխնիկական պատճառերով հնարավոր չեղավ գործունեությունը շարունակել։ Այո, ես այդ կարծիքը ունեցել եմ, ներկայումս եւս ունեմ այդ կարծիքը, կարծում եմ, որ Հայաստանի ընդհանուր օրենսդրության շրջանակներում ապօրինություն թույլ տված անձանց հնարավոր է պատժել։ Երբ նման օրենք է ընդունվում ապօրինի գույքի բռնագանձման մասին, տեղ ինձ համար որպես մարդ, որպես մասնագետ, որպես Հայաստանի քաղաքացի բազմաթիվ մութ հարցեր կան, սուբյեկտիվ կողմեր կան, եւ ես իմ անձնական կարծիքն ունեմ։ Իմ անձնական կարծիքը չի փոխվում երբեք։ Այո, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը մանավանդ 20 թիվ չէ, եթե չեմ սխալվում նշեցիք։ Այո, ես գտնում եմ, որ այդ ժամանակ դա եղել է պատժի գործիք եւ հիմա էլ կան բազմաթիվ դեպքեր, չեմ կարող հստակ այս պայն մատնանշել, բայց ունեմ այդ կանխավարկածը, որ ապօրինի գույքի մասին օրենքը հենց միտում է ունեցել մարդկանց պատժելու, այնպես ինչպես սեփականության իրավունքի ոտնահարումը, Հեցի դեպքում, Գագիկ Ծառուկյանի բիզնեսների դեպքում, եւ դու կարող եք օրինակ պատասխանել մի հարցի, ենթադրենք, այստեղ կարևոր չի ով է սեփականատերը, որ օրինակ Երևանի քաղաքապետարանի կողմից Multi Wellness ընկերությունը, երբ բռնագրավվում է, այսպես ասեմ, ներսի գույքը ինչ կապ ունի դրա հետ, որ այդ ներսի գույքը ապօրինաբար վերցնում է։ Սրան կարող եք դուք գնահատական տալ։ Այս նույն համատեքստում եմ ես ձեր հարցին պատասխանում։ Եվ այո, չեմ հրաժարվում իմ բոլոր մտքերից։ Ապօրինի գույքը, տվյալ օրենքը, այո, այդ տեսակետի հեղինակը ես եմ եւ գնահատում եմ, որ դա սխալ է։